Որպես պայքար, եկեղեցին պայքարել է մեր պատմության ընթացքում միշտ, հիմնականում արտաքին թշնամիների դեմ, միշտ հաղթել է, հակառակ դեպքում չէր լինի այսօր։ Թշնամիները փոխվում են եւ նաեւ այո, մեր հասարակության մեջ կային միտումներ, որոնք հետո զարգացան, չկանխվեցին եւ դրանում ես ինքս որպես եկեղեցու կողքին միշտ գտնվող մարդ նաեւ քննադատաբար, բայց որպես յուրային, նաեւ որոշ իմաստով մեղադրում եմ մեր եկեղեցուն, որ չի աշխատել բավարար ձևով այն խնդիրների հետ, որոնք որ հետո աճեցին, մեծացան եւ դարձան բացահայտ։ Այդ խնդիրները օրինակ այն են, որ որոշ իմաստով ցուցադրաբար ենք հավատացել եւ ցուցադրական այդ մասնակցությունը ծեսերին որոշ դեպքերում եւ այդ դեպքերը շատացան իհարկե չէին իմաստավորվում այնպես ինչպես պետք էր։ Մենք գիտեինք բոլոր այն մեղքերը, որոնք մեր եկեղեցին խնդրել է մեզ չանել, չգործել, բայց գործել ենք։ Եվ ես հիմա տեսնում եմ վիճաբանությունները, օրինակ եկեղեցու այս կամ այն ներկայացուցիչին ուղված, թե խախտել է այս կամ այն նորմը, բարոյական այդ թվում, բայց յուրաքանչյուրս մեր մասին սկզբից պիտի մտածենք, արդյոք մենք ամբողջ այս մեր կյանքում առաջնորդվել ենք բոլոր նորմերով, բոլոր արժեքներով, երևի չէ, իհարկե չէ, եւ մասնավորապես քաղաքականության մեջ գտնվողները հայտնի է, որ քաղաքականությամբ զբաղվողը բարոյականության եւ անբարոյականության միշտ շեմին է գտնվում եւ այդ մարդիկ չէ, որ պիտի դատեն եկեղեցու բարոյականության մասին, սա սկզբունք է։ Եվ իսկ այսօր մենք տեսնում ենք նաեւ, որ տեղեկատվական այս քարոզչության մեջ եւ քաոսի մեջ սա դառնում է հիմնական միտում տրենդ քննադատելը։ Եկեք մեզ նայենք։ Եկեք յուրաքանչյուրս մեզ նայենք, մտածենք եւ եկեղեցիներ գալով, մեր եկեղեցին էջմիածնում է եւ ամբողջ աշխարհում, մտնելով եկեղեցի, գտնվելով այդ տարածքում կամ մեր տանը նստած լինելով, եկեք մտածենք, իսկ մենք ինչպես ենք ապրում եւ մտածենք հոգեվոր արժեքներով ապրելու մասին։ Դա անհրաժեշտ է։ Եվ խոսքը չի գնում այն մասին, որ պետք է ներող լինես քո թշնամիների հանդեպ, որոնք որ պետության դրսում են գտնվում, բայց յուրայինների հանդեպ ամեն մեկս մյուսի հանդեպ պիտի ավելի վերաբերվի բարեկամաբար, ես կասեի, մենք մեկ ընտանիք ենք, բոլորս։ Մտածելուց գործի է անցնում Նիկոլ Փաշինյանը եւ ասում է, որ ազատելու է Մայրաթորը ու գործողություններ է սկսում։ Այստեղ ինչ չեն վերջացրել մտածելը, գործի չեն ուզում անցնել։ Հա, այդ կողմը իշխանական կողմը իշխում է իսկապես եւ փորձում է իշխել բոլոր դիրքերում, այդ թվում նաեւ մեր ազգային ինքնության ոլորտում, որտեղ որևէ իշխանություն չի կարողացել ներթափանցել մինչև այսօր։ Հիմա նա փորձում է դա անել եւ մի քանի պատճառով առաջինը մրցակցություն է տեսնում, եկեղեցին ավելի ազգային է, քան ինքը։ Եվ օրինակ Փաշինյանը Սփյուռքի հետ հրաժարվեց աշխատել, ի սկզբանե մինչդեռ մեր եկեղեցին միակ երևի ինստիտուտն է, որը որ շարունակում է Սփյուռքում հայկականություն ապահովել եւ զարգացնել։ Ռեյտինգների առումով, երբ որ նայում ենք վարկանիշային ցուցանիշները, եկեղեցին 3 անգամ ավելի բարձր վարկանիշ ունի իր բոլոր վերելքներով եւ վայրեջքներով, քան այս իշխանությունը։ Ես չեմ խոսում կառավարության ռեյտինգի մասին, այն 4-5 անգամ ցածր է մեր եկեղեցու վարկանիշից եւ ցանկացած падգամավորի առանձին ռեյտինգը վարկանիշ ավելի ցածր է, քան ցանկացած հոգեվորականի։ Երբ որ մենք ասում ենք, օրինակ սա պայքար չէ եկեղեցու, այլ հոգեվորականների դեմ, ցանկացած հոգեվորական այսօր ավելի հեղինակավոր է, քան ցանկացած падգամավոր։ Ամենայն հարգանքով լավ падգամավորների հանդեպ, բայց դա այդպես է։ Եվ շատ կարևոր մի բան կա, այս ուրեմն հնչեցված մոտեցումը Փաշինյանի, որ սա պայքար է ոչ թե եկեղեցու, այլ հոգեվորականների դեմ, միանշանակ կամ անգրագիտություն է կամ միտումնավոր սխալ, որովհետև ես ինչպես ասել եմ եւ ասում եմ եւ կուզեի որ բոլորս դա հասկանանք, եկեղեցին հոգեվորականներն են, եկեղեցին հոգեվորականությունն է, ինչպես բանակը զինվորականությունն է։ Մենք հիշում ենք ուրեմն մեր հայտնի երգերից մեկը, որ Երևանը ոչ թե փողոցներն են, շենքերը, այլ մենք ենք։
Նույն կերպով եկեղեցին ոչ թե շենքերն են, այլ հոգևորականությունն է եւ մենք հավատացյալներս։ Եվ սա է կարևորը, այնպես որ հոգևորականների դեմ պայքարելով եկեղեցու մասին է պայքարը, այդպես է դրված խնդիրը։ Պարոն Աթանասյան, ձեր նշած այդ քարոզչությունը Մայր Աթոռին ըմբոստացող կարգալից եղած Ստեփան Ասատրյանի գործելավոճը ինչ ազդեցություն կունենա մեր հասարակության վրա, ռեյտինգներից եք խոսում, ավելի կնվազեցնի Մայր Աթոռի եւ եկեղեցականների ռեյտինգը եւ ըստ այդմ նաեւ բարձրացնի իշխանականների ռեյտինգը, թե հակառակը։ Ես սա էլի, գիտեք, առանց ատելության խոսք տարածելով առավել եւս այս տարածքում, այս սուրբ տարածքում, ուղղակի օբյեկտիվ լինենք, ստացվում է այնպես, որ մենք ունենք ղեկավար պետության, ով որ հեռացվել է բուհից եւ հոգեվորական, ով հեռացվել է եկեղեցուց եւ իրենք հիմա միասին են, այնպես ինչպես եթե վատ երկու աշակերտ դուրս գար դպրոցից, հեռացվեին եւ խոսեին դպրոցի մասին, քննադատաբար, սա է որ տեսնում ենք, եկեք միացնենք մեր ուղեղը, միացնենք մեր պատիվը եւ արժանապատվությունը եւ սկսենք վերջի տարբերել լավն ու վատը, տարբերենք ճիշտն ու սխալը։ Մեր մեջ է լուծումը այս ամեն ինչի։